Բարելույս ժողովուրդ, դուք ասած մեր հանդիպումները հնարավորինս հաճախակի այնում, բայց ամեն հանդիպումից հետո վերկյամ նորից պիտի ծզասին Բարելույս Հայաստան, բարի առավոտի եթերավ մծ կարոտավում կյամ, որովհետև սա իսկապես են հարթակնա վերմունք հնարավորություն ունենք մեր հիշողություններ ավկիսվելի ու մեկս մյուսին փորձինք լավ էներգիա փոխանցելի ու կարճ ասած մեկս մյուսին կյանք տանք ու ամեն միններ պիտի յուրան կյանքում լույսինի, Զորվա մեր առավոտվա լույսը արդեն ապահովված է, որովհետև մի հատ շատ լավ լուսավոր կերպար կա մեր տաղավարում, հյուրն հետ իհարկե խոսելի շատ թեմաներ կան, հնարավորինս շատ ազատ, հանգիստ մթնոլորտում մեր հնգերին հետ, ձեր հնգերին հետ մեր առավոտը սկսելու վնք, տաղավարում Հակոբ Արոնյանի անվան, պետական թատրոնի ռեժիսոր Ռուզան Խաչատրյանն է, նույն ինքը Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, նույն ինքը մեր Ռուզանը, թատրոնի Ռուզանը, որովհետև Ռուզան դե քեզ դինք ասում, դուրսումն էր մարդիկ հետ, ոնց վեր մանրամասնի պաշտոնական այդ բեներին ծանոթություն, մեր Ռուզանը, Ղարաբաղի Ռուզան, թատրոնի Ռուզան, բարելույս Ռուզան։ Բարելույս շատ։ Երկան ժամանակա քեզ տեսնում չում, քեզ հանդիպում չում, որովհետև դու ես այն մարդկանցից ու վեր այս նոր իրողությունում Արցախից հետո ստի գլոխը գցելա գործի մեջ, ինչքան ինչ դժվարություններ ա գցել 10 օր միասին կհասկանանք ու փորձալա ինքը յուրան ոլորտում գործան է։ Այդքանով հանդերձ, հունցս Ռուզան, ինչքա չկա։ Մեր ամենաղարաբաղցի հարցն է, ինչքա չկա, լավ ես։ Մի հատ անեկդոտում ես վերջերս սկացալ, ասում Ղարաբաղցուն հանդիպում, ասում հա հունցս, ասում վեր քեզ այդ հարցը տամ դուրդ կգա։ Այնպես որ մենք այդ վիճակն։ Մենք հա այդ վիճակն է, դե գիտում ես լի, մենք հոգեկան ես հոգևոր, չգիտում չեմ, ես ներաշխարհի առումա բոլորս երևի նույն վիճակում ենք, բայց պիտի այսինքն լավ ենք, որովհետև Դու հավատում ես դրան վեր, մարդ ասում է լավ աննական ու այդ էներգիան կյալու է, որտեվ շատ եմ ասում։ Հա, ես էներգիային հավատում եմ, բայց ես նաև հավատում եմ մտքի եւ գործի ուժին։ Այսինքն միայն ասելը չի, պետքա գործանել, պետքա ամենօրյա ռեժիմով գործանել։ Հա, ճիշտ ես ասում, թա հունցնք գործանում տալ, հարցի մի ուրիշ կողմն է, բայց պետքա գործանենք։ Ես այդ եմ հասկացալ, որովհետեւ եթե Այս վերջերս էլի հարցազրույցներից մեկում այդ միտքը ասալում, այդ պահին ասա հետո հասկացան վեր տա շատ ճիշտ միտք է ելել վեր, եթե այսօր մոկարինք հոգևոր պլանում Արցախը հաղթահարինք, պահինք, հետո անպայման ֆիզիկական պլանում մուք տա ունենանք, շատ կարևոր փուլ ենք անցնում հիմա մուք, թվում է թե ժամանակը դեռ քիչ է անցկացալ, որ վտանգ տեսնանք նաև հոգևոր պլանում կորցնելի, բայց կա այդ վտանգը։ Որովհետև մարդ հոգեպես հաղթանակների է հասնում, ինքը դա ավելի ամուր հողալի, յուրան այդ շոշափելի արդյունքներին հասնելի հետի, առաջ աստված, թող բոլորն էլ կարին այդ էտապը հաղթահարին ու հոգեպես շատ պնդանան։ Ռուզան 2025 թվականը դու սկսալս գործավ ու հենց տարեսկզբին էր մի հատ շատ լավ նվեր ես ըրալ բոլորին, հասարակությանը, ուզում չեմ ասիմ արցախցիներին, տեղացիներին, հանդիսատեսին, Պարոնյան թատրոնում մի հատ ներկայացման պրեմիերա ելել, արևի մարդիկ եւ դրանով դու մխելա մարդկանց սրտե փոշը դույսս կալել։ Ուզում էր զրույցը նախ սկսենք արևի մարդիկից, մի քիչ պատմից ներկայացման մասին, առհասարակ ոնց է այդ ներկայացումը ստեղծվավ, որովհետեւ եթե սխալվում չում, ինքը արցախյան թեմատիկա է, չէ՞, ներկայացումը։ Այս արդեն վերջին իրադարձություններից հետո Երբ որ մեզ ամբողջությամբ հոգեպես այսպես ջախջախված ենք իլել մուք, ես մի պահ ալել հասկացամ, որ պիտի մեզ հվաքենք եւ ես այսօր առաքելության նման մի բան եմ զգում, որ պետքա հնարավոր բոլոր հարթակներից, հնարավոր բոլոր ձևերով Արցախը ապրեցնել եւ սա ուղղակի sense աշենք խոսքեր չում ասում, դա ուղղակի այսօր շատ լուրջ անհրաժեշտություն է, ես հասկանում նաեւ դրա չանելու վտանգներն ինչ կարող է բերի եւ այսօր իմ հնարավորությունս արվեստի լեզվով խոսելն է եւ այդ հարթակում անելիքս համենայն դեպս ամենաճիշտը եւ ամենալավը կարող եմ անել այդ հարթակում
Իսկ երկար է տևալ այդ ընթացքը ընտրությունը գործի վեր կամուկացների մեջ է դա հստակ որոշալս կամուկացիլ է, բայց քանի որ ես հստակ հասկացամ ինչ եմ ուզում, դա ինձ կոմեգ արալ։ Երբ որ ինձ Հակոբ Ղազանչյանը թատրոնի գլխավոր ռեժիսոր առաջարկավ դավա եկ մի գործանիկ, որտեղ նաև ընդգրկված լինին Արցախից դերասաններ, դա լինի համատեղ ինչ որ ծրագիր Արցախի եւ մեր թատրոնի միջև, ես մի անգամից հասկացա, որ այս գործը ամենահարմար տարբերակն է առաջարկալը ինքը սիրով համաձայնվել է եւ ասալա արագ պետք է ընթացք տանք այդ գործին։ Եվ այս ներկայացման մեջ եւ արցախցի դերասաններն էլ եւ Պարունյանի։ Ցավոք սրտի ավելի քիչ են ընդգրկվել Արցախի դերասանները, բայց կային այո, եւ Հերմինե Ավագյանի «Վազում եմ սպասիր» պատմվածքների ժողովածուն հիմք հատռալ այս գործի համար եւ ես Հերմինեի հետ սցենար կազմալ շատ արագ եւ հասկացալանք եւ պետք է ինձ մի վերնագիր, որը շատ ճիշտ կբնորոշե ներկայացմանը եւ այն ասելիքին, որ պետք է հետո այդ ունենա ներկայացում իր մեջ։ Թվում է թե արևի մարդիկ ինքը շատ սովորական, շատ մաչելի խոսքեր ավա, որտեղ երբեմն հանց ներկայացման անուններ այնում կամ գործերի անուններ վեր ասում սույսիշ փիլիսոփայական, մին մոտ բենաբարի մե։ Արևի մարդիկ սովորական անուն է, բայց վեր շատս խորանում։ Դիմին տեսակ ստի ջան փշուկաղվում էլ է։ Հա, այդ շատ ճիշտ է նկատել։ Համետ խորությունը կա համետ պարզությունը։ Այսինքն մենք մեր ներկայացումը շատ անկեղծ ու պարզ ներկայացում է եւ այս վերնագիրն էլ այդ ամեն ինչի մասակազմ, այսինքն այդ պարզության մեջ այդ խորություն ինչի իմաստով, որ արևը հավերժության խորհրդանիշ է, արևը լույսի հույսի խորհրդանիշ է եւ ջերմության այո խորհրդանիշ է եւ այստեղ նաեւ Արցախը որպես այդ ամեն ինչի սիմվոլը հա գրում է եւ նաեւ մարդիկ այդ մարդիկ, այսինքն այդ ամեն ինչ ապրեսնող այդ մարդիկ են եւ արևը իրանց մեջ գրող այդ մարդիկ եւ այս ներկայացման մեջ աշոտ ինձ համար մի շատ կարեւոր բան է ելել վեր խեյմ ընտրալ այս գործը հենց այս գործը նույն Հերմինե Ավագյանը ունի նաև շատ գործեր որ անմիջապես պատերազմի այդ եւ շատ սիրուն գործեր ունի բայց ես ցանկացել եմ որ այս անգամ մենք մի ուրիշ Արցախ տեսնանք այն ամենաստանդարտ հարցերից մինն է ներկայացման ասելիքը վերնա եւ քո ընտրությունը թխեա դա կոզի մին երկու բառով ստի համառոտ ներկայացնես դրանում կյամ վեր խե այս գործը որովհետեւ այստեղ ապրող մեր հայրենակիցը տեսնա մի ուրիշ Արցախ սովորաբար մեզ ասոցացվում է պատերազմի հակամարտության միշտ ցավի տխրության կորուստների չէ այդ ամեն պայքարի այս անգամ փորձել ենք ավելի ապրող Արցախի մասին պայծառ ավելի ջերմ ավելի ուղղակի սովորական երազող մարդկանց իր հայրենիքում ապրել ցանկացող հասարակ մարդկանց մասին եւ շատ օզոն վեր հանդիսատեսը այդ ջերմությունը վերցնի եւ մի ուրիշ տակ Արցախ յուրան է հետանել եւ արձագանքներ ունցալ էլ հանդիսատեսի ոչ թե մենակ այն ուղակի խոսքերը վեր եկան ասա շնորհակալություն շատ լավ է մուկ մտովի ապրանք Արցախ այլ դու ոչ թե որպես ռեժիսոր հիմա պատասխանել ես հարցերը կողքից վեր եշումս այդ մարդիկ այդ մարդկանց նպատակի դու հսալս վեր այդ մարդկանց մեջին այդ ամեն ինչը ես կարծում հա որովհետեւ նույնիսկ սովորական հանդիսատես ընձևի նախադասությունը ասա վեր դա մունք խոսալ դերասանների հետ որպես միտք դա դինել եւ ինքը դա անկալալ է եւ մեզ համար դա հաջողություն է որ հանդիսատեսը հենց այդ ամենապարզ ձևով ընկալալ է մեր ասելիքը թեկուզ ես տենց ասելիք բառին այդքան էլ կողմում որովհետեւ ներկայացում ինչ որ բանի մասին չի ներկայացման ամեն մի նախադասությունը ամեն մի ակնթարթը ամեն մի լուծումը մի շատ բաների մասին է բայց հենց այդ մեխը որ ստեղ մեր ապրող հայրենակից տեսնի որ Արցախում ապրող մարդը ոչինչով իրանից չի տարբերվում եւ իրան նման մարդ է ամենահասարակ երազանքներով, ամենահասարակ նպատակներով, խնդիրներով, առավելություններով եւ արատներով։ Ես նաեւ վախալչում աշոտ մեր արատների մասին խոսիմ։ Այսինքն դա ուժեղ մարդիկ ընտի խոսում։ Այո, մենք այնտեղ կամ աներ, որ օրինակ Արցախից եղել է հանդիսատես, որ գուցե ինքը ուրիշ սպասելիքներ ավ եկալ, բայց երբ որ օրինակ բախ թերությունա տսալ, մենք նաև այդ թերությունների կրողն ենք, մենք պետք է հմանչիկ վեշ դրանա, որովհետև այ երբ որ մենք այդ կոմպլեքսը հաղթահարենք, մենք հասկանանք, որ առաջքին ալի ինչքան տեղ ունի, որովհետև մենք մարդ ենք թերություններով, առավելություններով, եւ այս վտանգավոր թեզը վեր այստեղ ցավոք սրտի կա, որ արցախցիներին կամ
սրբացնում են կամ սևացնում են, միջին վիճակ չկա, չէ՞, այդ երկու ծայրահեղ։ Մենք ուզանք այսինքն մենք ոչ սուրբ ենք, ոչ սև ենք, մենք ամենահասարակ մարդիկ ենք, ամենահասարակ երազանքներով, ամենահասարակ ապրումներով, թերություններով եւ առավելություններով։ Էսա մեր ներկայացումը։ Առհասարակ դամենակետների կայացման մեջին չի, կամ ամենակ գրական գործերի մեջին չի, ամեն տեղատի մարդը եթե ինքնախաբեությամբ զբաղված, այսինքն այս դեպքում մարդը ունկարինք նաև ընդհանրական ժողովրդի մասը պատկերացնենք, դու մենակ ուզում ես քու լավը տեսնաս եւ քու դրական կողմերը դու նաև դրա մասին բարձրաձայնիս, դու վեճ զարգացում ունիս, վեճ ապագա ունիս, վեճ ներկա ունիս։ Նաև հենց ես շատ ուրախ եմ որ այդ համարձակությամբ այդ քայլին քեցած ու վախում չես նաև այդ կարծիքներին վեր կա այն չեր մինա ասე խեստի խոսվից դրա մասին։ Պատկերացրու վախում չուն, որտեղ այդ этаպը մուք անցկացավ արդեն։ Մուք էլ կուրսների պենչոնիկ։ Շատ լավ։ Հերմինե Ավագյանն հետ, եթե սխալ չեմ, սա քու ոչ առաջին համագործակցությունն է թատերական կյանքում եւ վերասմա երևի արդեն յուր կես բարից կես բենից հասկանում եք։ Իսկ ընտրությունը ուզում տեսնամ հունցա կանգնալ այդ գործին իրա քու առաջարկությամբ ալի, թա Հերմինեի առաջարկությամբ։ Իլալա օրինակ կավատ երա դու ասած այն ինք ասա չէ դավայ էս մին գործի մտածի Չէ, Հերմինեն ինձ անվերապահ վստահալ է, որովհետև համուկ արդեն մի անգամ ունեցանք հաջող համագործակցություն եւ այս մեկը այնտեղ Հերմինեի տարբեր պատվվածքներ եւ այդ տարբեր պատվվածքներից իլելա օրինակ ես մի պատվվածքից 3 նախադասությունում երկար է իլելա պատվվածքը ամբողջությամբ երկար իլելա պատվվածքի մի մասնում երկար եւ դա դառավ սցենար իհարկե ամեն ինչը համաձայնվեցվալ է Հերմինեի հետ բայց ինքը ինձ անվերապահ վստահալ է որ ես անիմ այնպես ինչու ես տեսնում եմ ոնց է պատկերացնում եմ եւ դա ինձ քմեգի արա ես արդեն պատկերացնում որովհետեւ յուրան գրիչը շատ ստիթիրախային ու շատ կոլորիտային է դու ամեն երկրորդ բառից արդեն զգում ես այդ ամենը Դե Հերմինեն հետ մունք առիթ ունենալու անպայման մեջ տաղավարում հանդիպելու եւ խոսելու իր գործունեության մասին, նաեւ ներկայացման մասով ուզում մի հատստի կարևոր կետել անդրադառնամ կոնկրետ Ստեփանակերտի թատրոնի դերասանների եւ Պարուհինյանի թատրոնի դերասանների համագործակցության մասին։ Ճիշտ է, Ստեփանակերտի թատրոնների դերասանները շատ հնարավորություն ունեցալ հյուրախաղերով եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս այդ կապը իլելա մանավանդ Պարուհինյան թատրոնի հետ հենց քու այն ժամանակահատվածում ավելի ակտիվ էր դու գեղարվեստական ղեկավար Ստեփանակերտի թատրոնի, բայց մենք ինչ վեր բեներ ավելի դիժերալ այդ մեր վերը բեն, թա չէ թա շատ արագ է այդ բենիլը։ Այսինքն վեր ներկայացումը ես այս որպես ռեժիսոր տարբերությունը զգացված վերսա Ստեփանակերտից այս դերասանը։ Եվ դա շատ լավ է որ նաև զգացալ չի այստեղի հանդիսատեսը եւ նույնիսկ այստեղ պրոֆեսիոնալ մարդիկ որ կարծիքն ասած ինչքան ճիշտ է միաձուլվել։ Շնորհակալություն իհարկե Պարուհինյան թատրոնի ստեղծագործական եւ ընդհանրապես Պարուհինյան թատրոնի ազնագազմին, որ այսքան լավ իսկապես ոչ մի բանով Կարեն Վկային, Մարատ Դավթյանը եւ Շողեր Սարգսյանը, որ ընդգրկված են ներկայ Ստեփանակերտի թատրոնից, որ իրանք լիարժեք այդ ընտանիքի մասն կազմալ եւ այդպես ընդունալ են իրանց մեր թատրոնի տնօրենը պարոն Շաբազյանը վեր Այնքան որպես տնօրեն, այսպես ջերմությամբ իրանց ընդունալ, ասա հաշիվ վերեք դուք ես կոլեկտիվի լիարժեք մասնակ եւ ցես լրիվ ազատ զգացեք։ Տնատարի նմանելու իրանց Ղազանչյանը, որ իրան հենց առաջարկությամբ եւ մի խոսքով բոլորը առանձին նպաստալ են վեր նաեւ ոչ միայն իմ աշխատանքներ էստեղ կարեւոր որ ես այնպես անեմ որ այդ ասամբլը ճիշտ լինի այլ նաեւ առանց իրանց մասնակցության բարձա չէր ստացվի։ Թերի կլիներ երևի։ Այո, եւ շողերը, որը շատ հիանալի է իրան գլխավոր դերն է շողերը ներկայացումը, որ տանում է ամբողջ իր հիշողությունների վրա ներկայացումը։ Շողերը այսօր առաջադրվել է արտավազդ որպես լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում անցել է երկրորդ փուլ, այո։ Ինչ լավ խաբարով ես եկա։ Այո, այստեղ ես էլ եմ առաջադրվել որպես լավագույն երիտասարդ բեմադրիչ։ Կրկնակի լավ խաբար։ Այո, եւ էլի ուրիշ անվանակարգում հակաթաթ Այսինքն հենց այդ գործը այդ ներկայացումը փաստորեն մեծ հավակնություններ ունի։ 3 անվանակարգում այո առաջադրվել է որպես հաջողություններ ենք մաղթում, իհարկե իս սրտե օզում վեր այդ этаպը անցկենակ, դու շատ դեպքում ասում ենք մրցանակաբաշխություն, մրցանակ, դա այդքան կարևոր չի գործը տապել, բայց դա ինչ վեր միտեղ նաև աշխատանքի գնահատում է շատ դեպքում եւ շատ կուզենայի վեր ըստ արժանվույնս նաև մասնագիտական լավ գնահատական ստանա։ Ռուզան, դու դե արցախցի ռեժիսորս մարդու վեր ապրալա իրանցի ուղնուցուցավ իրան այրունենելա դինդի այն այդ արցախյան ակինամ եւ պիտի նաև այդ բեմադրությունը ընեիր
քու ապրած տարիներդ, քու անձնական վերաբերմունքդ, քու հիշողություններդ խնգրելիս էլ ավելի շատ այդ գործի գլուխ բերելուն, թե ավելի շատ քյոմագնելիս էլ օրինակ շատ դեպքում իլելա տիպահեր վեր ստեղծագործելու ընթացքում սիպահի տակ ընկալած քու հիշողություններով կորչել մենք էլ հասկացալ վեր չէ կարում առաջ քինաս որովհետև դա քզետի շատ ծանր է այդ ամեն ինչը պատկերացրու ինձ մենակ օգնալ է ինչքան է գուցե տարօրինակ լինի ինձ միայն օգնալ է այդ հիշողությունը եւ այդ եւ լավս էր Արցախից ռեժիսոր դա ինձ հետ է իմ կայացման գործում որպես մասնագետ Արցախցի լինելը թվում է թե աշխարհագրությունը այստեղ ինչ կապ ունի բայց ես գիտեմ վեր ունե որովհետեւ նույնիսկ այս ներկայացման մեջ եթե նույնիսկ իմ մանկությունը գյուղում անցած չլիներ ես գուցե այսպես անկեղծության չափաբաժինը ավելի քիչ իներ այս ներկայացման մեջ որովհետեւ կարող է ապրեի Արցախում, բայց քաղաքում ես գյուղ, բայց իմ մանկությունը անցան ամբողջովին գյուղի այդ բոլոր այդ բնության մեջ այդ գյուղական այդ համոհոտա բույրը այո եւ ամեն մի վարքյանը ես այդ հիշողությունների վրա այդ մարդկային այդ կերպարների վրա այդ ամեն գյուղի այդ կերպարները առանձնահատուկ բնավորությունները մեր սարերը որ այդ սարերից եկող դե որպես արցախցի ռեժիսոր մենք իհարկե կարել չենք մոռանանք նաեւ քո կյանքի այն ժամանակահատվածը վեր դու այնտեղ թատրոնում աշխատելուց ուսանելուց հետո արդեն բարձրագույն կրթություն ստացած Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ինստիտուտն ավարտելուց հետո ետը ստրա Ստեփանակերտ մխելա մարդիկ նաեւ հնարավորություն ունենալ ետ չտրնալի եւ մնացալն հատե այդ պահնում օզում հիշիմ լի որտեվ գիտելավ քեզ գիտում վեր քեզ հնարավորություններ ելալ ստեյք իսկ շատ ինքնադրսևորվելու եւ այլն այդ որոշումը հունցս կայացրալ եւ արդյոք վերսոր կամակս եշում մտածումս վեր դույս քայլը սրալթա չէ միգուցե մնա այստեղ եւ այդ տարիների ընթացքում շատ ավելի մցաջողությունների հասնեիր Աշոտ գիտում ես մենք ուզում չում ես ինչ որ բներ այսին վեր մի քիչ պաթոս չինի ես գիտեցի դու ինչ ուզում ասացինից բայց դա շատ անկեղծ որոշում ալալ ես հասկացի ես շատ գիտակցված որոշում ալալ այսինքն այո ես արդեն ստեղ աշխատելիս ու մլալ եւ երկու թատրոններում արդեն զուգահեռ պետքա բեմադրություններ անեի այսինքն սկսած ու մլալ աշխատանքներ եւ դու գոհս քուրացած այսինքն ես գոհում ես միանշանակ եթե նորից հետ դառնալու միանշանակ ես այդ կանեի ես մի ոչ մի վարքյան ճիշտս ասում ստեղ գուցե այդ տարիները ինձ համար մասնագիտական բանում ավելի շատ եւ գուցե չի համոզվածում շատ ավելի ճկուն կլիներ բայց ես հասկացան վեր այդպես չի կարելի մենք այսօր առաքելություն ունենք եւ հենց այն ժամանակ ինձ այդ առաքելությունը ամենակարևորն է եթե ոչ էս պահին որովհետեւ գիտում ես միշտ այդ բանը կա վեր հայրենիքը միայն ցավի եւ վտանգի մեջ պետքա սիրել ոչ հայրենիքը ամենաշատը պետքա սիրել նաեւ այդ խաղաղության ժամանակ որովհետեւ եթե դու սիրում ես այդ խաղաղությունը կարող չսպահես դու պիտի գնահատես այդ խաղաղությունը դու պիտի հասկանաս ինչի գնավ այլել այդ խաղաղությունը եւ այդ խաղաղությունը պահելը այդ խաղաղությունը պահելը որովհետեւ մունք մի պահ պետքա ամեն վարքյան ամեն մի պահ պետքա գոնե մեզ համար ինքներս մեզ հաշվետվություն տայինք մի հատ հասկանանք այդ ինչի գնավ այդ հայրենիքը փոխանցվալ մեզ եւ մունք այս պահին ինչ ընկան որ այդ խաղաղությունը մնա Վեշ թակուրսնելուց հետո մտածենք ասենք բայց տղամ ենք ասենք ցկ բողալա պիտի պահենք այդ խաղաղությունը ու ես երբ որ ինքս ինձ հարցում տվա ես ինչ կարի մանիմ այդ խաղաղությունը եւ այս վիճակը պահել է դա հասկացան որ պետքա ինձ ամբողջովին ներդնիմ նրա մեջ ինչու ես կարում անիմ Եվ դու շատ լավ ես գիտում, Աշոտ, դու դեղս իլա, դու տսալս նաև այն ճանապարհը այնտեղ, որտեղ ամեն վարքյան նաև արհեստականորեն ստեղծվալ պայմաններ ես թողեմ քինամ։ Եվ այդպես նույնիսկ մարդիկն էլ հասկանում ես օզալն էր դա դինի, բայց ես երբեք կոտրվել չեմ, որովհետև ես հասկացա իմ պայքարս, իմ կռավս ինչու է դա ես Արցախի թատրոնում քիշեր ցիրե գործում էր, որովհետև ես գիտացամ իմ ուզածս ինչա։ Ստեղ հիմա վեճ ինձ թերի փանում, վեճ մեր թատրոնի գործնեությունում թերի փանում։ Ես երևույթն եմ ասում, վեր դու ասում ես հունցել էլ այդ որոշումը։ Դա թերի բանել չի, որովհետև դա մենակ քու խոսելավը չի, գիտակցական որոշում։ Դա նաև մարդիկն իրանց խոսքով հաստատում տեսնելա վեր դու մանավանդ այդ ոնց ասեմ աղջկա այդ փոքրամարմին շատ նուրբ կերպարով ինչքան մոց ուժալ էլ քու մեջիդ եւ երևի նույն այդ մարդիկ միշտ զարմանալիս են էլ, ըհը, էս մինն էլ հաղթարից Ռոզանա, ըհը, էս մինն էլ էս աղջկանը մեջին ինչքան պենք է, ես դա նաև պատկեր համադրում նրա հետ վեր քու Արցախավ ապրելի, Արցախի նվիրվածին էլի ու Արցախին այն քու ասած անվերապահ սիրելի հարցնել
հասնել։ Ռուզան, եթե այս ամեն ինչը ստի ընդհանրացնենք, մի հատ ու փորձենք մտովի ընդամենը 1 րոպեով քինանք Արցախ։ Սա մենք էսնա դու մտովի տեղափոխում ենք, սի աչքերդ կապ է ու ամենաառաջինը ինչ պատկեր է կամստի աչքիդ առաջը կամ այն վայրը կամ իրավիճակը կամ ինչ-որ ժամանակահատված վեր քեզ ժպիտա տատան ու ստի ապրեցնում է վեր դու դու մարդ վերնացեշենը Բադարան մեր շենը եւ մեր բալկոնան բացվող տեսարանը, որ էլ աշխարհում ոչ մի տեղ չկա, դրախտային տեսարանը, Բադարայի ճգնաբնությունը, որ գետի մյուս կողմում այդ սարեր ձորեր գետի էս մյուս կողմում գյուղն ու բնությունը այսպես իրար մեջ մտած եւ այդ ամեն ինչ կտայի, որ ես մի պահ նորից այդ տեսարանը տեսա։ Հաշի վրա Արցախը մարդաուրը չի նստած, ինչ կայս սյուրան։ Կայսեմ ուժեղ կաց դու իրա պիտի ապրիս, որովհետեւ ես երեք մի հատ Facebook-ում այսպես պոստում գրել վեր Արցախը ապրում է, որովհետեւ իրան լեռներում սրտեր է բաբախում։ Մենք այստեղ ենք, բայց մեր սրտը մնաց կոնկրետ իմ գյուղի լեռներում է մնացած իմ սրտս եւ ես մտածում վեր Արցախը դեռ ապրում է, որովհետեւ դեռ այդ սրտերը բաբախում է։ Մենք ստեղ ենք, բայց մեր սրտերը այնտեղ է։ Այնպես որ ինքը սրտոն է, իրան սրտը բաբախում է եւ ես ուզում ինքը այդ բաբախյունը մսպաս ապրիս վերսոր մզդի կարումս լավ ոգևորիս ոչ միայն խոսքերով գործավ առաջին հերթին ես հենց դա եմ գնահատում վեր մարդը մյուսին կարումա ոգևորը ու շունչ տա ուղակի խոսքով չէ հստակ գործերով ապրիս վերսորվա առավոտը մզնը հետս էլ այր ու Արցախյանն սարքավ նաև քու պապիկ տատիկա գեցես շնորհակալություն ժողովուրդ Ռուզանը վերասում է ես Արցախին կայսիմ ուժեղ կաց բնդ կաց դա մենակ Արցախին չի վերաբերվում որպես հայրենիք այլ նաև դա ժողովրդին ու մարդկության մարդկա արցախցիներին է վերաբերվում Մենք պիտի ուժեղ լինենք եւ փորձենք մեկս մյուսին անպայման ուժ եւ հավատ ու հույս փոխանցենք։ Հենց այս տեսլականավեր սոր ես եւ Ռուզանա ձեզ բոլորից սրտանց ասում ենք՝ Բարլույս Հայաստան։